2024 թվականի, երբ հանրային խորհրդի կազմով հանդիպել ենք պարոն Շահրամանյանին, մեր երկրի նախագահին, ազգային ժողովի կողմից ընտրված նախագահին, այդ ժամանակից ես այդ հայացքը բարձրացրել եմ, որ պետք է անհապաղ Արցախի բոլոր համայնքները համախմբեն եւ վարչակազմի ղեկավարների միջոցով այդ համախմբումը կազմակերպվի եւ համախմբման միջոցով միայն հնարավոր է արցախցիների ցանկացած հարց լուծել, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բոլոր խնդիրները կարելի է համախմբման միջոցով լուծել։ Դրանից հետո ցավոք սրտի ինձ հայտնի է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի միջոցով Հայաստանի Հանրապետության Արմեն Գրիգորյանի միջոցով առաջարկվել է, որ ստեղծեն ինչ-որ հասարակական կազմակերպությունների խորհուրդ եւ հասարակական կազմակերպությունները համախմբվել են եւ ոնց որ կոպիտ ասած կուտը կերել են, սկսել հասարակական կազմակերպությունների միջոցով ինչպես քաղաքական, սոցիալ-տնտեսական հարցեր լուծել։ Անուն էլ դրել են իբր սոցիալական հարցեր են լուծում հասարակական կազմակերպությունների միջոցով, բայց հայտնի է, որ հասարակական կազմակերպությունների համախմբումը դա քաղաքացիական հասարակություն է, իսկ քաղաքացիական հասարակության ըստ կոնվենցիայի, Օրմուսի կոնվենցիայի, դա պետության այս կամ այն խնդրի լուծմանը հակակշռելն է կամ հավասարակշռելը։ Հիմա հարց է առաջանում, Արցախի հանրային այդ կազմակերպությունը որ ստեղծված է, որ պետության, Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության։ Հիմա այդ ճյուղը, որ մեր տարածքները հասնել են, սահմանադրության կոպիտ խախտում, արդյոք Հայաստանի քաղաքասարակությունը մասնակցել է այդ կարևորագույն որոշմանը, ինչպես տված է կոնվենցիայում։ Իհարկե ոչ։ Իսկ ինչ մնում է Արցախի քաղաքասարակությանը, Հայաստանի Հանրապետության ոչ մի խնդիր չի կարող լուծել։ Իսկ Հայաստանի քաղաքասարակությունը չկարողանում ինչ-որ խնդիր լուծել։ Ինչ մնաց մեր խնդիրը։ Դրա համար ենք ասում, կարևորագույն խնդիրը արցախցիների համախմբման, առաջին հերթին պետք է համախմբեն ըստ համայնքների, շրջանի համայնքների։ Ժամանակին մենք ունեցել ենք համայնքներ, համայնքի պետեր, իսկ այն համայնքի պետերի լիազորությունները, եթե արդեն անցել են, Հանրապետության նախագահի հրամանագրով կարող է երկարաձգվել։ Դա ըստ սահմանադրության եւ ըստ օրենքների տեղական ինքնակառավարման մարմինների մասին Արցախի Հանրապետության օրենքում հստակ նշված է։ Ամբողջ խնդիրը դառնում է, որ համայնքների միջոցով պետք է դառնա։ Եվ մի կարևորագույն խնդիր այդ հարցը, որ սկզբնական շրջանում բարձրացնում է, բոլոր զարմանում էին։ Դրանից հետո Օկամպոն հայտնի իրավաբան եւ իրավապաշտպանը, ով առաջին անգամ Արցախի տեղահանությունը որակել է որպես ցեղասպանություն, իրոք որ դա ցեղասպանություն է, այդ մարդն էլ է եկել խնդրել, առաջարկել, որ պետք է համայնքների միջոցով գործը կատարվի եւ ինքն էլ պատրաստ է օժանդակել, աջակցել։ Ցավոք սրտի Օկամպոյի ասածնել հենց այնպես մնաց անպատասխան։ Դրա համար ես զարմանում եմ եւ ինձ համար տարօրինակ չի, որ process-ը այսպես է շարունակվում, որտեղ նորից եմ կրկնում, առանց համայնքների, առանց արցախցիներին համախմբելու հնարավոր չէ հասարակական կազմակերպությունների միջոցով նման գործընթացը մոլորություն, խաբեություն, դրա համար եմ ասում, պետք է առաջին հերթին բանը։ Իսկ ինչ մնում է որոշ քաղաքագետներ Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում նաև Սուրեն Սուրենյանց հայտարարում են, որ կազմակերպությունների միջոցով պետք է արվի իշխանությունը բանը այդ վերընտրության խնդիր չպետք է ինչով է տարբերվում Փաշինյանի առաջարկությունից ժամանակին, որ ինքը ասել է, որ այստեղ միայն մի իշխանություն կա, դա Հայաստանի Հանրապետության, այստեղ կա նաև Արցախի Հանրապետության իշխանություն, կա համապատասխան մարմիններ, որ գործում են, տեղական ինքնակառավարման մարմինները ցավոք սրտի չի գործում, բայց մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողով, որ գործում է, բարեբախտաբար Հանրապետության նախագահի կողմից երկարաձգվել է նրանց գործունեությունը, այնպես որ մնում է տեղական ինքնակառավարման մարմինների հարցը լուծվի եւ Արցախի Հանրապետությունը այստեղ պիտի գոյատևի։ Բացի դրանից հիշեցնեմ հայտնի այսպես կոչված քաղաքագետներին, Հայաստանի Հանրապետությունում գործում են նաեւ Արևմտահայաստանի կառավարություն։ Այստեղ ունեն գրասենյակ եւ հրաշալի աշխատանքներ են կատարում։ Իդեպ Շվեյցարիայում տեղի ունեցող այդ գործառույթները
նախագահները կառավարությունում եւ իրենց սենատները դա հենց Արևմտահայաստանի կազմակերպության բանն է, ոչ թե հայ դատա, այլ նրանք են կազմակերպել, քաչ հայտնի նրանց ղեկավար Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ։ Մենք հանդիպում ենք, գիտեմ այդ տեղեկությունը ես ունեմ։ Այսինքն, եթե Արևմտահայաստանի կազմակերպությունը այդ գոյություն ունի, ինչու Արցախի հանրապետությունը Հայաստանի հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Ցավոք սրտի եմ ես ասում, դա մեր երազանք չի եղել, որ մենք բոլորս բռնատեղանվենք, ցեղասպանվենք եւ տեղափոխվենք Հայաստանի հանրապետություն։ Բացի դրանից, մի կարևորագույն փաստ, անգամ Նիկոլ Ջիվաղապետի կառավարությունը ժամանակին 18, 19, 20, ինչպես իրենք են սիրում հետո ասել, Արցախի հանրապետությանը տրամադրում է միջպետական բար 110 միլիարդ դրամ։ Խնդրեմ այդ 110 միլիարդը, եթե մենք բաժանենք 150,000-ին, բազմապատկենք 12-ով, ասենք 12 ամիս, 50,000-ով էլ բազմապատկենք, առավելագույնը կստանա դրա համարյա կես։ Պատկերացրեք, հիմա այդ միջոցները Արցախի հանրապետության բնակչությունը լրիվ տեղահանված են, այստեղ են գտնվում։ Ինչն է խանգարում այդ միջոցները տրամադրել մեզ, ոչ թե 40+10 անվան տակ, ինչպես ասում, խեղճացնեն Արցախի հանրապետության բնակչության, հարազատ հայ բնակչության։ Դա իրոք աբսուրդ է։ Այդ բանը բազմաթիվ անգամ ես նշել եմ, հանդիպել ենք սոցիալ-նախարարի երկու տեղակալի եւ միգրացիայով, այնտեղ էլ եմ այդ հարցը բարձրացել, ասում եմ ինչու եք մոռացել, այդ 110 միլիարդը որ տվել եք, հիմա ինչն է ձեզ խանգարում որ տակ, եւ ասեցի նրանց ավելանում է այդ փողը, եթե անգամ 75,000-ով էլ բաժանեն, կհերիքի ելի, իսկ այդ 75-ը թող մի կողմը թողեն, այդ 15,000-ը տանեն, Նիկոլ Փաշինյանը հեծանիվ գնի բոլորի համար եւ հեծանիվի այդ մրցավազ կազմակերպեք իր մասնակցությամբ։ Ոչ թողենք առաջ տեղը գրավի, դա խնդիր չկա, մեզ համար վիրավորանք չի, որ մեր այսպես կոչված նախագահ վարչապետը առաջի տեղը գրավի, խնդիր չունի։